Բարի լույս, ես մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, շարունակվում է առաջին ծրագիրը եւ ես իրով ուզում եմ տեղեկացնել, որ Հայաստանի կինոռեժիսորների եւ պրոդյուսերների գիլդիայի նախաձեռնությամբ Կաննի կինոփառատոնի շրջանակում գործարկվեց հայկական տուն նախաձեռնությունը, որի նպատակն էր ապահովել հայկական կինոյի ներկայացուցիչների համար մթնոլորտ, որը կնպաստի միջազգային շփումներին, համագործակցություններին եւ մասնագիտական տեսանելիության բարձրացմանը։ Փառատոնի ընթացքում կայացման մի շարք կարևոր հանդիպումներ, քննարկումներ, եղան նաեւ հեռանկարային համագործակցության առաջարկներ։ Թե ինչի մասին է խոսքը, հիմա կպարզենք արդեն մեր հյուրերից, իսկ մեր հյուրերն են Հայաստանի ռեժիսորների եւ պրոդյուսերների գիլդիայի նախագահ Արտյոմ Բաղդասարյանը եւ իհարկե կինոռեժիսոր Հայաստանի կինոռեժիսորների եւ պրոդյուսերների գիլդիայի նախագահի օգնական Սոնա Խաչատրյանը։ Բարի լույս։ Լավ եք։ Շատ լավ, դուք ինչպես։ Լավ է, շատ հավես բան եք նախաձեռնել։ Հիմա մի փոքր ավելի մանրամասնենք, ինչ է իրենից ներկայացնում ընդհանրապես հենց այս գիլդիան, հա։ Գիլդիան, սկսենք գիլդիան, նայեք, կինոմատոգրաֆիայի միության նախաձեռնությամբ ստեղծվեցին գիլդիաներ, ռեժիսորների, պրոդյուսերների, օպերատորների, նկարիչների, կինոնկարիչների գիլդիա, ունենք կինոքննադատների գիլդիա, գիլդիաների կարևորությունը նրա համար է, որպեսզի լինեն միասնական պայմաններ դաշտում աշխատանքի, երկրում, կինոմատոգրաֆիստների շահերի պաշտպանություն, ընդհանրապես կինոմատոգրաֆիայի եւ կինոյի զարգացումը Հայաստան չի կարող առանց ինստիտուցիոնալ կազմակերպությունների լինի, որովհետեւ պետք է ամենտեղ լինեն կանոններ, որոնց պաշտպանելով դու կարող ես շարժվել եւ գնալ առաջ եւ կարեւորը այն նպատակներն են, որոնք մենք պիտի այսօր հասկանանք ուր են գնում, որպեսզի համախմբված գնանք առաջ, ամեն մեկս որպես անհատ կարող է շատ ուժեղ լինել, բայց այսօր մարտահրավերները աշխարհում այնքան մեծ են հզոր, որպեսզի մենք անհատ չենք կարող այդ մարտահրավերին դիմակայել, դրա համար գիլդիաների այս կայացումը շատ կարևոր էր։ Այսօր մենք համարյա 60 անդամ ունենք, այդ աննախադեպ դեպք է ու շատ համախմբված ենք ու բոլորը սիրո մթնոլորտի մեջ են այդ համախմբվածությունը։ Դա է ուզում հարցնել, որովհետև շատ անգամ որ հավաքվում են շատ մարդիկ, մի մասնակցության տեր, տարակարծիք տարբեր մտքեր, անհատականություններ, ի վերջո ինչ որ բախումներ են լինում ներսում։ Չկա այդպես բախումներ միշտ կան, որովհետև կինոն ինքը իրանից պահանջում է, որ մարդիկ ասեն շատ էմոցիոնալ այո լինեն, բայց քանի որ մենք ունենք ընդհանուր գաղափարներ եւ նպատակներ, հիմնականներից մեկը այն է, որ կինոն զարգանա եւ ունենանք լավ կինոներ, բոլորիս համախմբվում է եւ մենք կարանք լինենք տարաձայն, բայց մեր հիմնական նպատակի շուրջ բոլորս համախմբվել ենք եւ շատ կարեւոր է ու այսօր բոլորս ոգևորված ենք ու համոզված ենք ու հավատում ենք, որ կունենանք մեծ ուժեղ համայնք եւ կունենանք լավ ֆիլմեր, որոնք կարող են դիտել թե Հայաստանում, թե արտերկրից դուրս եւ կունենան թե փառատոնային, թե կոմերցիոն հաջողություններ եւ մենք էլ ողջավորված կլինենք մեր լավ ստեղծագործությունների վրա։ Ոնց որ շատ կարեւոր բան է։ Ողջունելի, այո։ Որքան ժամանակ է սա կա։ Նոր է, չէ՞։ Նայեք, գիլդիան ինքը իրեն վաղուց է ստեղծված, բայց ինքը եղել է կինոմատոգրաֆիայի միության ներքո։ Բայց արդեն 3 ամիս է մենք ստեղծել ենք մեր հասարակական կազմակերպությունը առանձին եւ արդեն գիլդիան 3 ամիս է գոյություն ունի որպես հասարակական կազմակերպություն եւ գործում է առանձին։ Հայկական տունը, հա, ներկայացվեց Կաննի փառատոնում, այսինքն այդ շրջանակներում, ինչ է իրենից ներկայացնում, ինչ նախաձեռնություն է սա եւ ինչ հաջողություններ ունեցավ, հեռանկարներ։ Նայեք, Կաննի փառատոնը, այսպես ասած, ես միշտ ասում եմ, կինոշնիկների կինոյի նոր տարին է։ Այսինքն ամբողջ մոլորակից բոլոր կինոմատոգրաֆիստները, դերասաններ, ռեժիսորներ, բոլորը հավաքվում են Կաննի փառատոնի, Կաննի կինոփառատոնի շրջանակում, հանդիպումներ, Կաննի շուկա, տարբեր միջոցառումներ եւ այդ շատ կարեւոր հարթակ է ընդհանրապես, ոչ թե կարեւոր, այլ ամենակարևոր հարթակներից մեկն է։ Որտեղ կնքվում են պայմանագրեր, ստեղծվում է նոր տենդենց, վաղվա կինոյի համար
կարողանում ենք հասկանալ, թե ինչ մթնոլորտ կա եւ ինչ օդում կախված է թեմաներ, թե ոնց է զարգանում ընդհանրապես կինոն, թե կոմերցիոն, թե հեղինակային կինոն եւ Հայաստանը միշտ մի քիչ դուրս է մնացել այդ ամբողջ հոսքից, հա, կինո հոսքից, ուժեղ կինոմոտոգրաֆիստների, պրոդյուսերների հետ հանդիպման այդ հնարավորությունները ինչ որ բաներ կան ու ամեն տարի ես գնալով վերջին 5 տարին ամեն տարի գնացել եմ Կաննի փառատոն եւ շատ ափսոսում եմ, երբ կային երկրեր, որոնք իմ կարծիքով մենք պակասը չենք այդ երկրերից եւ մենք ներկայացված չենք եղել եւ ներկայացած ենք եղել շատ փոքր ոչ այդպես նկատելի ասենք ներկայացությամբ եւ իմ երազանքներից մեկը որ իրոք լիներ հայկական այդպես ասած հայկական փարթիներ, հայկական միջինկաներ, հայկական տուն եւ մեր ամենամեծ ուժը հայիս այսօր հյուրասիրությունն է որ կարանք հասկանանք որ մենք ինչ ազգ ենք, շատ տաք ենք, ինչքան կարանք սիրենք, հյուրասիրենք, դրա համար մենք գիլդիայի նախաձեռնությամբ հարթեցինք կանում շատ շքեղ վիլա, որտեղ հյուրընկալում ենք թե մեր հայ կինոմատոգրաֆիստերին ցանկացած հայ պանդուխտ կինոմատոգրաֆիստ կարող էր գալ մեր մոտ հանդիպում կազմակերպել, այսինքն կարող էր հանդիպում կազմակերպել շատ բարձր մակարդակով, մենք ունենք հայկական գինիներ, ամեն ինչ կազմակերպված էր, համեղ հայկական սնունդ եւ ցանկացած կինոպրոդյուսեր կամ կինոռեժիսոր կարող էր հանդիպում նշանակել հենց հայկական վիլայում։ Իսկ արվեց։ Որտեղ այո, շատ հանդիպումներ եղավ, ամեն երեկո մենք մեծ փարթիներ արեցինք, ունեցանք grand party ու կարևոր բաներից մեկն էլ էր, որ մեր հայ ժուրնալիստներից մեկին իսպանացի ժուրնալիստը ասել է, բա դու չես գալի հայկական փարթի, այսինքն արդեն ներսում էլ մեր մասին սկսեցին խոսել, որ այդ շատ կարևոր, մենք այդ առաջի տարիներ, այդ շարունակական է լինելու, այդքան հույս չունենք, մենք ուզում ենք հասկանանք, թե ինչպես մյուս տարիները արդեն կազմակերպենք, բայց շատ մեծ եղավ, այդ ամեն ինչը բոլոր հայ կինոմատոգրաֆիստները համարյա բոլորը, ովքեր ընդեղ էին հավաքվեցին, նշեցինք, խոսեցինք, քննարկեցինք, թե ինչ հաջողություններ այնտեղ կա, ինչ ստրատեգիայով կարող ենք մենք այնտեղ մասնակցել եւ այստեղ ոնց կարող ենք պատրաստվել շատ կարեւոր քայլ էր իմ կարծիքով եւ հայկական դրոշը 3 մետրանոց մեծ վիլայի վրա, սարի վրա բոլոր հյուրերը գալիս էին ծովից տեսնելով մեր վիլայի հսկայական հայկական դրոշը ու այդ մեր հպարտություններից մեկն է ու ինձ թվում է այդ հարթակում միշտ հայկական այդ պետք է դառնա տրադիցիա որ ցանկացած կինոաստղ թե պրոդյուսեր թե ռեժիսոր որ ասի գնամ մի հատ հայկական այսօր երեկվա Սանջան կարծիք հնչած որի հետ ես իհարկե շատ համաձայն եմ որ շատ երկրների մենք չենք էլ զիջում ուղղակի չենք ներկայանում ոնց պետք է կամ չենք էլ դիմում հետաքրքիր է որպես երիտասարդ կինոռեժիսոր ինչպես է գնահատում հայ ժամանակակից կինեմատոգրաֆիան եւ օրինակ ինչն է ձեզ պակասում այսօր հայկական ֆիլմ արտադրությունը Շատ լավ հարց եք տալիս իրականում, որովհետև հիմա երիտասարդների մեջ շատ ենք խոսում այս ամենի մասին։ Իրականում իմ անձնական կարծիքով երիտասարդները եկածող սերունդը շատ հուսալի է ու տենց իրականում շատ տաղանդավոր, շատ հետաքրքիր մարդիկ կան։ Ինչ վերաբերվում է փառատոներ գնալու, օրինակ կան կամ տենց մեծանուն տեղեր գնալու, ինձ թվում է ուղղակի պետքա լավ մարքեթինգ անել։ Ես որ գնացի կան գիլդիայի հետ, այնտեղ կինոշուկայում որ շփվեցի մարդկանց հետ, հասկացա իրանք ինչքան բաց են, իրականում ինչքան հետաքրքրված են հայկական պատմություններով, ինչքան տեղեկացված են հայկական իրականությունից ու ինչքան ռեժիսորները գիտեն, ովքեր որ հայ են եղել։ Ու այդ բանը մեջս կոտրվեց, որ դենտեղ չգիտեն մեր երկրի մասին, ինչ պետք է իմանան հայնովա, որ հայկական կինոն ինչ է, չէ, իրանք շատ տեղեկացված են, ուղղակի այդ ոնց որ այդ մոստը չկա, ստեղից որ քայլելով գնաս այնտեղ, ու ինձ այդ մոստը պետքա կառուցվի մարքեթինգով ու լավ պրոդյուսինգով, որովհետև երիտասարդները շատ տաղանդավոր են, ունեն շատ հետաքրքիր պատմություններ ու տենց իրականում շատ տեղեկացված են համաշխարհային կինոից ու այդ ձևերից ուղղակի պետք են լավ պրոդյուսերներ ու դրա համար էլ է գիլդիան շատ լավ, որովհետև ես էլ լինելով երիտասարդ գիլդիայի անդամ, ինքինց հնարավորություն է տալիս, որ ես ոնց որ ուղիղ կապ ունենամ պրոդյուսերների հետ, ովքեր լիքը փորձ ունեն, ռեժիսորների հետ, ովքեր լիքը փորձ ունեն ու ոնց որ այդ համախմբվածությունը, ոնց որ ուզած չուզած բոլորս իրար հետ ենք ու ես հանգիստ կարամ իրանց մոտենամ, իմ պրոյեկտի մասին պատմեմ, իմ ֆիլմի մասին պատմեմ ու իրանց էլ ոնց որ իրանք էլ իմ հետ իրանց փորձով կիսվեն։
Ես համաձայն եմ ձեզ հետ, որովհետև շատ հետաքրքիր նախաձեռնություն եք արել ու ինչը տալիս է հնարավորություն ոչ միայն մեզ այստեղ հա լոկալ էս ամեն ինչի մասին մտածել, այլ էս ամեն խնդիրները եւ իր առավելություններով հանել, տանել դուրս ու այնտեղ ստիպել, որ մեր վրա ուշադրություն դարձեն։ Բայց արդյոք որպես այստեղ կայացած մարդիկ եւ ձեր մասնակցության ռեժիսորներ, չեք մտածում, որ որոշ բան կա, որ պետք է հենց այստեղ ներսում փոխվի։ Որպեսզի այս ամենը էլ ավելի լավը լինի, հա, մենք պիտի ներսում փոխենք։ Ես քիչ առաջ նշեցի, որ եթե հավաքվում են 60 հոգի, տարբեր մարդիկ, տարբեր, իհարկե նույն մասնակցության մեջ, բայց նույն տարբեր գաղափարներով, ու այն էլ հայ, այդ նշանակում է, որ ոնց էլ չլինի, ինչ որ միտեղ բախումներ լինում են։ Շահերի բախումներ, կարծիքների բախումներ եւ մենք ունենք մեր ներսում խնդիր, որովհետեւ յուրաքանչյուր ոչ թե մտածում ենք կոլեկտիվ, այլ մտածում ենք անհատական։ Մեզ մտածում ենք, որ մենք ենք ամենալավը ու մեզանից լավը չկա եւ այդ անհատականության սալիստի, հա, սինդրոմով սկսում են բոլոր ողբերգությունները եւ չկայացած բոլոր պրոյեկտները, որոնք նախաձեռնում են, հետո կեսից արդեն գնում են դեպի ինչ փոխենք այստեղ։ Այդ հրաշալի բան ենք ստեղծել, կառույց, որը կարծում եմ շատ ճիշտ կարող է աշխատել։ Արդյոք պետք չի մի հատ ներսում փոխել այդ ամեն ինչը ու այս ամեն ինչի մասին արդեն ավելի բարձր տեղ ներկայացնել։ Դե նայեք, հիմա որ ես նշեցի, մենք համախմբված ենք, դա արդեն նշանակում որ մենք փոխված ենք։ Իրականում այդ սիրո մթնոլորտը եւ այդ ագրեսիան հիմա մեր ռոպագանդան է, հիմնական իմ որպես գիլդիայի նախագահ հիմնական իմ նպատակը հենց այդ սիրո մթնոլորտը ստեղծել, որովհետեւ այդ հիմքն է, որի վրա կարող ենք կառուցել այդ ուղիղ մեր ճանապարհը ու ասեմ շատ լավ ստացվում է, որ ասում աշկով չտամ, շատ համախմբված են, անգամ են մարդիկ, որոնք երևի իրար չեն շփվել, տարբեր տեղեր են, այդ անհատականությունը պետքա լինի, այդ անհատականությունը շատ լավ է։ Երբեք անհատականությունը չի խանգարի այդ սիրո մթնոլորտի մեջ ու մենք ինչ որ պետքա փոխենք ստեղ, անպայման պետքա հասկանանք եւ սինխրոնանանք դրսի հետ, որ հասկանանք մենք ինչ ստեղ փոխվենք, որպեսզի կարողանանք լինելով ինքնատիպ որպես հայ, հա, չկորցնելով մեր ինքնությունը, կարողանանք նաև միջազգային շուկաներում որակի առումով, ասենք, նպատակների եւ գաղափարների առումով ոչ մի տեսակ չզիջենք միջազգային։ Որպես դերասան մի բան առաջարկեմ, որովհետեւ մենք միասին ենք աշխատել արդյոք։ Ես որպես դերասան, հա, եւ շատ դերասանների անունից կարող եմ մի բան առաջարկել, որը կարծում եմ մեր երկրում արմատապես պիտի հենց այդ մշակույթը փոխվի, որովհետեւ ինքս ունեցել եմ հնարավորություն աշխատելու ռուսական կինոյում, պարսկական ֆիլմերում եւ նկատել եմ մի բան տարբերությունը։ Մենք մեր մոտ, երբ որ ֆիլմի, հա, արդեն պիտի դերասաններին բաշխվի, երբեք չենք անում գլխավոր կերպարների քաստինգ։ Մենք արդեն գիտենք ովքեր են այդ գլխավոր կերպարները։ Տակը ինչ մնում է, նոր անում ենք քաստինգ։ Իսկ ոչ մի պրոյեկտ ռուսական կամ դրսում սկսվում բոլոր պրոյեկտները սկսվում են գլխավոր կերպարների քաստինգից, հետո նոր արդեն իջնում են։ Իսկ մեր մոտ գլխավոր կերպարներն արդեն գիտենք ովքեր են խաղալու։ Ու վերջացավ դրանով ամեն ինչ։ Հենց ստեից է սկսում խնդիրն ու խնդրեմը։ Այդ խնդիր չի, խնդրեմ չի, իրականում ասեմ ինչի պատճառը ինչու՞մ է։ Պատճառը նրանումն է, որ քանի որ ես շատ Ռուսաստանում աշխատել եմ եւ շատ մեծ կաստինգներ ինքս եմ արել, նայեք, այնտեղ մեծ շուկա է, կան հարյուրավոր, հազարավոր դերասաններ։ Երբ դու սկսում ես ստեղծել քո ֆիլմը, դու պիտի այդ 1000-ից ընտրես։ Այստեղ ռեժիսորը երբ որ սկսում է արդեն իր գլխի մեջ ստեղծում ես որպես ռեժիսոր ասեմ, էլ իր գլխի մեջ արդեն այդ կերպարը տեսնում է, այդ 5 դերասանից որ ստեղ կա, ինքը շատ հեշտ է 5 կարծիքա 5 չեն։ Չէ, 5 չեն, ես նկատի ունեմ, չէ։ Տալա հնարավորություն պետք է տալ։ Կերպարը, որը քո գլխի մեջ է, դրա մասին։ Բայց դերասան չի, իհարկե 5 դերասան չի։ Շատ են։ Շատ են ես կարամ ասեմ, իրոք մեր դերասանները շատ են։ Ես կերպարի մասին, երբ որ քո գլխի մեջ այդ 5 կերպարը կա, ու դու այդ 5 կերպարը արդեն պատկերացնում որ Սուրենը կխաղա այս իմ կերպարը, ճանաչելով այդ փոքր շուտ, արդեն իմ գլխի կերպարի ու Սուրենի մեջ ստեղծված կապից հետո ես չեմ ուզում ուրիշ բան։ Այդ ընդեղ էլ կա, աշխարհում էլ կա։ Շատ Տարանտինոն հիմա կարան ցանկացած, նայեք, Ամերիկայում կա, գիտեք քանի դերասան կա։ Ես որ իմացա շոկի մեջ էի։ 4 միլիոն դերասան կա, 4 միլիոն մարդ դերասան այնտեղ։
բայց իրանց ֆիլմերում թե Սկարսեզի, թե Տարանտինոյի նույն 5 հոգին են նկարվում, կներեք էլի, ասենք նկարում Դեկապրիոն։ Չէ, սա արդեն մի քիչ մարքեթինգային է, որովհետև սա իրանք Ինչ ստեղ չի մարքեթինգային։ Այսինքն այդ հոգեբանական վիճակը սա աշխարհում կա, այդ որ կան աստղերի, այսպես ասած, այդ որ ստեղծում են աստղային այդ բաները, խմբերը, որպեսզի այդ աստղային խմբերի շնորհիվ դու կկարողանաս մարքեթինգ անել, այսինքն կինոթատրոն հիմա սթրիմինգների, սերիալների դեպքում այդքան չի աշխատում, բայց կինոթատրոնի դեպքում շատ կարևոր էր այդ ինստիտուտը աստղերի, որ դու ունենաս 10 աստղ, որի համար կգա հանդիսատեսը, որովհետև կինոթատրոն գնացող, ինչքան հիշում եմ, 10%-ներ, դաժե ավելի քիչ, որ գիտեր ինչ կինո է, ոնց է գնում։ Հիմնական 90% երբ որ գնում է կինոթատրոն, ինքը չգիտի ինչ կինո է գնում։ Այսինքն գիտի կինո, գնում է տեսնում աստղն, Դեկապրիոն է կամ Սուրենն է, վсё, ես զեցա մտա այդ ֆիլմը, նայեցի։ Եթե, այսինքն դերա աստղն է տանում նայելով, այսինքն որակային դու հասկանում ես, եթե ես դերասանն այս ռեժիսորի այս տեղ են նկարել, ուրեմն Պարզապես այս դեպքում կա մի վտանգ, նույնիսկ հենց Դիկապրիոյի դեպքում, երբ որ դերասանը մի ժամանակահատվածում մի քանի պրոյեկտում է զբաղվածնում, ուզի-չուզի ինքը արդեն կրկնվում է եւ իր համար լավ է, ինքը գումար է աշխատում, բայց ֆիլմում արդեն հակառակ կողմն էլ կա, շատ նուրբ եզրագից կա, կարծում եմ, քո ասացին հավելելով, Հայաստանում նաեւ ուրիշ խնդիր կա, որ ինչ որ կերպար, ինչ որ ֆիլմում հաջողում է, մյուս ռեժիսորները այդ կերպարը այդ դերասանով տանում են իրենց ֆիլմ։ Եվ կրկնում են։ Այդ Հայաստանում չի մենակ հավատացեք, այդ սա մոլորակ։ Ուղղակի քանի որ մենք փոքր ենք, մեր մոտ ավելի ցայտում է։ Դե եմ ասում, այստեղ շատ փոքր է ամեն ինչ, ու շատ հստակ է, այդ բաժանումները շատ քիչ է։ 4 միլիոն դերասան եւ ասենք ինչքան կրնենք լավ։ Քանի հազար, շատ լավ։ Ամեն դեպքում հիանալի գաղափար եք իրագործում, ես ողջունում եմ դա եւ միշտ այնց լավ ու հետաքրքիր գաղափարների կողքին ենք։ Մենք ցանկացած պայս սիրով կլուսաբանենք։ Ուզում եմ ձեզ նվիրել Ջովանի Սարգոն Կարմիր Չորգինի, որպեսզի կանի հաղթանակները արդեն նշեցին այս գինու հետ միասին եւ բացիկներ, էմոցիաներ փոխանցելու միմյանց, սա շատ կարեւոր է։ Այստեղ սիրված երգերից ֆրազներ են, որոնք նախատեսված են սիրելի մարդկանց համար։ Մեկը իհարկե Արամո եւ Էմա Պետրոսյան, կյանք եմ ուզում որ սիրեմ քեզ, որ չնայեմ տխուր ամպին, որ մազերդ շողերի պես փրես իմ ճամփին, սիրելի մարդկանց նվիրելու համար։ Մյուսը Դուրյան, դու ծաղիկ ես բույրով ես հարուստ, դու արև ես լույսով ես հարուստ, իմ սրտի մեջ հուրն է առաջին սիրո, իմ երազն է երազանքը քո։ Սա էլ ձեզ, որպեսզի նվիրեք ձեզ համար շատ կարեւոր ու հարազատ մարդկանց։ Շնորհակալ ենք։ Շնորհակալություն ձեզ, շնորհակալություն։ Մեծ հաջողություններ հատկապես փառատոններում եւ հատկապես Կանի կինոփառատոնում։ Եվ կարևոր կոնտրակտների իրագործում։ Դե հիմա կլինի կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։